Մեր երկրում հաճախակի ինչ փոփոխություններ լինում են, միշտ վերջում պարզվում է, որ դա ինչ որ ոչ մի արդյունք չի տալի, նույնիսկ բացական երևույթ է կրում, բայց երևի ապան միակ այն հազագյուտ փոփոխություններից է, նորարարություններից է, որը մեզ մտցվեց մեր երկրում եւ վարորդների կողմից ընդունվեց, մենք ուսումնասիրեցինք եւ տեսանք, որ նոր փոփոխությունների մեջ նաեւ մտցվել է այն հանգամանքը, որ ասենք ոչ թե գալու են եւ ապայի ներկայացուցիչը, գործակալության ներկայացուցիչը եւ ճանապարհային ոստիկանը, այս պարագայում միայն ոստիկանն է ներկա լինելու եւ դա ահագին առաջ խաղացում էր, պետք չի ժամերով սպասել մինչեւ երկուսն էլ գան, մտցվել է նաեւ բոնուս մալուս, ինչը կրկին դրական է այն իմաստով, որ ասենք այն վարորդները, որոնք պարտաճանաչ են եւ բարեխիղճ են եւ վթարներ չունեն, նրանց մոտ այդ վճարները նվազում են, իսկ ովքեր ասենք վթարներ են ունեցել մի քանի վթարներ, ինչքան վթարը շատանում է, այնքան մալուսները բարձրանում են եւ այսինքն վճարները ավելանում են։ Վարորդները միայն պետք է 3 լուսանկար անեն տարբեր դիրքերից մեքենաների եւ զանգարեն իրենց գործակալին եւ ազատեն երթևեկտիլի մասը։ Դա արդեն լավ լուր է, որովհետեւ ինչպես գիտենք, մեծ խցանումներ են լինում այդ վթարների պատճառով։ Այս պարագայում նույնպես մենք շահում ենք, կարելի ասել, տաքսի վարորդների հետ կապված, քանի որ դրանք ռիսկային են համարվում, դրանց մոտ սակագները բարձրանում են, բյուրոյի կայքում մտցվելու նրանց պատմությունը, վարորդների պատմություն կլինի, որը եթե ասենք տաքսու ծառայության ղեկավարը ուզում է ընդունել վարորդի, նա կարող է մտնել կայք եւ ստուգել նրա պատմությունը, եթե խնդիրներ ունեցել է, նա կարող է ընդունել կամ չընդունել, այդպես որ դա այդ հարցն էլ է լուծվել։